Ուկրաինայի պատերազմի սկզբից մինչ օրս բոլոր տվյալները պատերազմի վերաբերյալ հաղորդագրությունները գալիս են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից։ Եվ Ուկրաինան ինքը զրկված է այդ իրավունքից, որ ուղղակի հայտարարություն անի, վերևից ներքև են իրենց թելադրում։ Եվ դա նշանակում է, որ նաև այստեղ է լինելու։ Եվ այս պարագայում արդեն մենք դեմարդիմաց ենք կայնում մի իրավիճակի հետ, որը այդքան էլ ցանկալի չի Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար։ Որն է դա։ Դա նաև որ իրենք փորձում են կեղծիքով կերակրել ժողովրդին եւս մեկ անգամ։ Հիմա չգիտեմ այս հայտարարությունը ճիշտ է, սխալ է, թե դա Արման Բաբաջանյանի կողմից ուղղակիորեն հայտարարելու համար էր, որպեսի հայտարարվի, քան որ հիմքը չկա դրա։ Բայց այնուամենայնիվ սա հետ է վերադառնում ճանաչողական պատերազմ, որը վարվում է մեր ժողովրդի դեմ։